Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական պետական ապագործակալությանը, որտեղ անդրադարձել է սահմանազատման գործընթացին եւ անկլավների թեմային։ Մնացած 4 անկլավի վերադարձն Ադրբեջանին ուշադրության կենտրոնում է, այս հարցը պետք է լուծվի սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների շրջանակներում, ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ ուսանողների եւ աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանին։ Հանդիպանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցող դիրքորոշումը։ Հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են, դատախազությունը դիմել է բարձրագույն դատական խորհուրդ, դատավոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, որը բավարարվել է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության ստորագրումից 5 տարի անց Ռուսաստանի արտգործնախարարությունն ամփոփել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի դերը հայտարարելով ռուս խաղաղապահների անփոխարինելի ներդրման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների անփոփոխ հրատապության մասին։ Միևնույն ժամանակ արտգործնախարարությունից նշել են, որ Երևանն ու Բաքուն դեռ շատ անելիքներ ունեն։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարևոր պարզաբանում է արել ընտրանում նոյեմբերյան հավաքից առաջ խոսելով հարձակվող Տիգրան Բարսեղյանի ստացած կարմիր քարտի մասին։ Անհաջողություն է եղել, նա ստացել է կարմիր քարտ, աշխարհում շատերը ստանում են կարմիր քարտից հետո հանդերձան ու ոչ մի վիճաբանություն չի եղել, դա ֆեյք է, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ես սուտ չեմ խոսել ու չեմ սիրում։ Սուտ չեմ խոսում, ասում եմ ճիշտը կամ ասում եմ չեմ ուզում դրա մասին խոսել։ Ես որպես տարիքով մեծ հավաքընկեր ասել եմ, չեմ թողնի, որ դու էմոցիաների տակ որոշում կայացնես ու ավարտես կարիերան հավաքականում, նշել է Մելիքյանը։